Ըստ հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի տևականության առումով այս տարի Հայաստանում շոկերն աննախադեպ են։ Օդերևութաբանության պատմության մեջ Հայաստանում վերջին 170 տարվա ընթացքում նման տևական շոկեր չեն եղել։ Նրա խոսքերով հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանում գրանցվել է 3 խոշոր ջերմային ալիք, որոնք հանրապետությունը ներթափանցել Սաուդյան Արաբիայի տարածքից։ Սուրենյանի տեղեկացմամբ օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 6-ից 7 աստիճանով։ Առաջին ջերմային ալիքը սկսվել է հուլիսի 1-ից և տևել է մինչև հուլիսի 10-ը և օդի ջերմաստիճանը հարավային դաշտում և մայրաքաղաքում տատանվել է 39-ից 40, իսկ առանձին օրերին Երևանում գրանցվել է մինչև 41 աստիճան տաքություն։ Գյումրիում նման բարձր ջերմաստիճանի հետևանքները հատկապես նկատելի են եղել Գյումրու շտաբ բուժօգնության կայանում։ Տնօրենի հավաստմամբ շտաբ օգնության կայանն օրական ընդունում է 70-ից 75 կանչ։ Գյումրեցիների մոտ դիտվում է խրոնիկ հիվանդությունների սրացում։ Մեր կանչերը մոտավորապես 15-ով օրական, 10-ից 15-ով միջին տարեկանից ավել են, ես մի 20 օրը հիմնականում կապված են խրոնիկ հիվանդությունների սրացումների հետ, հիմնականում սիրտանոթային համակարգի հիվանդություններ ունեցողների մոտ է սրացումներ լինում, հիպերտոնիկ հիվանդների մոտ է լինում սրացումներ, ունենում ենք օրական միջինը 2 ինֆարկտ, ունենում ենք 1-ից 2 ինսուլտ։ Այս տարվա շոկը անտանել էր, իսկ հաջորդ տարիներին մեղմեր շոկը շատ չափից ավել է։ Հեղուկներ շատ կօգտագործենք, սոգեր, ջուր, մեկ դիմանանք։ Դե քիչ առողջականից փոխներ ունենաս շատ կազդ է այս շոկը։ Երկար տարի, երկար ժամանակ է, որպեսզի շատ աշճանով չի եղել շոկ։ Շատ շոկ է, հով տեղ չկա, ծով չկա, հանգստան տեղ չկա, փող չկա, աշխատանք չկա։ Ռոբերտ Թորոսյանը հատկապես մտահոգված էր, որ վերջին շրջանում կանչերի ընթացքում բժիշկները հայտնաբերում են ոչ սթափ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մարդկանց։ Մենք մեկ այլ խնդիր ունենք, որը նոր է սկսվել, որ այս շոկի եղանակին մեր գնացած կանչերի մոտավորապես 20-ից 25%-ը ալկոհոլ օգտագործած մարդիկ են։ Իսկ դուք գիտեք, որ այս շոկի եղանակին ալկոհոլը
խիստ խորհուրդ չի տրվում։ Մասնագետները հորդորում են ցերեկային ժամերին խուսափել ուլտրամանուշակագույն ճառագայթներից, օգտագործել շատ հեղուկներ և օրգանիզմն ազատել ավելորդ ծանրաբեռնվածությունից։ Լսել եմ շատ հեղուկ օգտագործեք ժամը 11-ից մինչև ժամը 6-ը դուրս մի եկեք, բայց ստիված դուրս գանք։ Արև ժամանակները դուրս չեն գալիս, տանը պիտի մնանք, դուրն է ջուրը ցանում նստում ես։ Էլ միջոցունին կորա երտանք հանգստանանք, ծովերտանք։ Կաշխատենք զովտեր եղնի, վսյոդա կգանենք։ Էշոկ եղանակներին հարկավոր է ջուր շատ խմել, արևի տակ քիչ մնալ, հատկապես ասենք 11-ից 12-ից ցերեկվա ժամից մինչև ժամը 5-6-ը արևի տակ քիչ մնալ, անպայման հարկ ծածկել, անպայման աշխատել, որպեսզի եթե դուրսնել եք, ուրեմն ինչ-որ մի տարածք, որտեղ հով է, սուրճ, ալկոհոլ, կանաչ թեյ, քիչ հարկավոր է օգտագործել։ Հիդրոթերապևտաբանների կանխատեսումների համաձայն, եթե օգոստոսի 15-ից 19-ին հանրապետության տարածքը գտնվում է արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ապա օգոստոսի 21-ից 22-ին հյուսիս-արևմուտքից հանրապետության տարածքը կներթափանցեն ցուրտ օդային զանգվածներ, ինչի արդյունքում ջերմաստիճանը կնվազի 5-ից 6 աստիճանով։ Լուսնե Պողոսյան, Խան Հովհաննիսյան, այսօր։